200 տնտեսություն 900 հոգի։ Բարի հարցրեք, իքսակ։ Վարչական աշխատում։ Մոռացել եմ, ես 3 տեղ էլ չեմ աշխատում։ Չեք աշխատում։ Ուրիշ տեղ եմ աշխատում, էլ գյուղապետարանում չեմ աշխատում։ Գյուղապետարանում որպես ինչ եք աշխատում։ Հողաշինարար։ Բայց հիմա Մի այլ հիդրոմետ կենտրոնում։ որտեղ եք լավ։ Ստեղ։ Հիդրոմետում։ Հա, բա։ Ճիշտն ասած, գյուղատնտեսությունը ոնց որ մեր գյուղում ձեռք չտալ, էլի։ Ինչի։ Հողերը բերի չէին, 4 կարգի հողերին հիմնականը, համ քիչ է, մի հողաբաժինը տնամերձով 3000 մետր է, որից 2000-ը 2000-ից 2500 տնամերձ էր, այնտեղ մնում է 500-ից 1000 մետր հող, 500 մետր հողով ինչ գյուղատնտեսություն կարես անել։ Հիմնականը անասնապահությունն է, գյուղատնտեսություն չկա։ Նոր էս 2 տարի է, որ վայելահողերը վարվում է, միջև մի բան խոթարքները Տեխնիկա չեղել, օգուտ չեղել, ես իմ էլի ձեռով էլ հնարավոր չեղել։ Հիմա արդեն տեխնիկա Հա, ունենք տեխնիկա։ Ուրիշ տեղից եմ բերեմ, հենց մեր գյուղից, չէ՞ լի։ ուրիշ գյուղից բերում։ Վահագնից։ Հա։ Շատ չէ՞ լի, քիչ է, մոտավոր ինչքան կլի, մի 10 հեկտար չի լի, չէ՞ Վարելափող, չէ, հա։ մի 5-6 հեկտար է վարվել։ Որ վարվում է։ Այս երկրորդ տարին է։ Ցորն հենց անում։ Չգիտենք ինչքան է նորմալ, որ իմանանք նորմալ է թե չէ, հալում էլի։ 2 տարի է դժգոհ չենք։ Իսկ անասնապահությունը ձեռնտու է։ Հա, այս գներով ձեռնտու է։ Որ գներով։ Հմիկվա այս մսի բանի գներով էլի։ Ձեր իսկ կաթը է ժանա։ Օրինակ կաթը ինչքանով եք իրացնում միսը։ Մհեր ինչքան է կաթը։ Ոզը 130 դրամ։ Մի հանքային ջուրել չի առնում էլի։ Բա միսը։ 3000-ից ավել է, միսը ձեր։ Օբոքը միս։ Դուք օրինակ հանձնում եք։ Այո։ Բայց ասում եք ձեռնտու չէ։ Բայց ուրիշ աշխատանք չկա, ինչ անեմ։ Քանի անասուն ունեք։ 10 հավ։ Միայն խոշոր եք Բլոտ։ կահում։ Հա։